Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօրվա եթերի վերնագիրը իմ հյուրի առաջարկով ձևակերպել ենք այսպես ինքնաճանաչողությունը որպես չգերազանցված զենք։ Հյուրս Էդուարդ Մանվելյանն է, գրող, ով հայ հանրությանը հայտնի է վերջին շրջանում, ամեն դեպս ես այդպես գիտեմ վերջին շրջանում մի շարք ուշագրավ գրքերի հրատարակությամբ ուսումնասիրում է, հիմա ինքը կասի ինչ է ուսումնասիրում։ Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուսումնասիրում չէ, ասի ուսումնասիրում ենք ավելի շատ փորձում ենք հետ գնալ այն հետքերով, որ մեր ժողովուրդը թողել է մոլորակի վրա, տարբեր ժամանակներում, ամենատարբեր երկրներում, այսինքն ինչի համար հետ գնալ այդ հետքերով, որովհետև այդ հետքերը ժամանակի ընթացքում այսպես մնացել են պատմության փոշու տակ, եթե որպես այսպես ուղղակի պեղումներ անողներ որ նայենք, որպես այդպես պեղումներ անելով այդ հետքերը, երբ որ մեկը մեջ հայտնաբերում ենք, պարզվում է մարդիկ շատ դեպքերում ուղղակի բեկումնային ինչ-որ բաներ են արել մոլորակի համար, համամարտկայինի մասին է խոսքը, ոչ թե լոկալ, ոչ թե ասենք մեկ այս պետության համար, մեկ այն պետության համար, բայց կան նաև համամարտկային, որ կապ չունի, ասենք տարածքի հետ, մեկը կարող է Պարսկաստանում ինչ-որ լուրջ բան արել, մեկը Օսմանյան կայսրությունը, մեկը, բայց կան մարդիկ, որոնք համամարտկային արժեքներ են։ Քո ուսումնասիրությունները ինչքան է հետ գնում։ 300 տարի, 500 տարի, որ դու կարողանում ես տեղել տեսնել, էլի։ Մեծ առումով, եթե գրքերի այսպես կոնտենտից դուրս գանք, շատ հետ գնում, բայց գրքերի մեջ այդքան չի տեղավորվի, որովհետև եթե այդ բոլոր պեղած հետքերի մասին մենք ուզենանք խոսել, կարծում եմ այսօրվա դրությամբ արդեն 4 գրքերը, որոնք արդեն կան հրատարակված, մի 100-ով էլ որ բազման պատկեն գուցե չհերիք են դրանք։ Բայց ժամանակաշրջանային առումով ասենք, մինչև 1000 տարի գնում էլ ավելի, ավելի հետ, ինչքան որ կարողացել են գտնել։ Բայց դա մի ինստիտուտի մեծ ինստիտուտի գործ է։ Մեծ ինստիտուտի ես այսպես կասեմ, երբ բաժիններ ունենան, դու այս անտիկ շրջանը ուսումնասիրի, դու միջնադար եւ այլ, այդ բոլորը ինք տանում ես։ Ես երբեք չեմ ճչացել դրա մասին, չեմ էլ սիրում։ Ամենայնպես սոցիալական հարթակներից այն կողմ չի անցել, այսինքն գովազդներ, պաստառներ, չգիտեմ ինչեր, այսպես եթերներ, չէ։ Իմացողներ են նեղ շրջանակը, որ գիտեն, YouTube-յան հետևորդներ, չգիտեմ, Instagram, Telegram, այսպես, այսինքն սոցիալական այդ հարթակներում ինչ որ կա, այդ տեղեկություններն է, բայց հանուն ճշմարտության ուղղակի, այսպես իմ անձը մի կողմ դրած, ցանկացած այլ անձի վերագրենք այս ամեն ինչը, սրա համար իհարկե չգիտեմ քանի ինստիտուտ պիտի աշխատեր եւ առնվազն քանի թարգմանիչներ պիտի աշխատեն։ Օգտարախությունները որովհետեւ հայերեն տեղեկություններ գրեթե չեն գտնվում եւ գումարած ինչ ֆինանսավորում էր պետք սրան, որը չկա, այսինքն ոչ թարգմանիչ ունենք, ոչ ֆինանսավորում ունենք, ասեմ ավելին, որևէ այսպես ինչ ասեմ, չեմ խոսում պատկան մարմինների մասին, նախ մի քիչ ավելի տարածական այդ բառը, պատկան մարմիններ, ես չգիտեմ կոնկրետ այսօրվա դրությամբ ում կարելի է այդպես համարել կամ չհամարել, բայց լուրջ հետաքրքրվողներ գրեթե, ասենք ինչ որ մեկը զանգի ընդհանրենք, չգիտեմ, դրսից զանգի ասի, բայց ես պարոն Մանվելյան, ես չգիտեմ, միլիոնատեր մարդ եմ օրինակ եմ, եւ ես սիրով կուզենայի ես գրքերը հովանավորել, թարգմանեին գոնե անգլերեն, որովհետեւ Սփյուռքում կան 100,000-ավոր մարդիկ, որոնք խոսում են գուցե անգլերեն, բայց կարդալ չեն կարող, Ռուսաստանում հայերեն չեն կարող կարդալ, թարգմանեին, այդ թարգմանությունները լուրջ աշխատանք են։ Իսկ ասենք պետական ինստիտուտները գիտահետազոտական որ կան, ես մոդել չկա այդ հետաքրքրությունը, ու ես կարող ասել եմ ճիշտ չասեմ, Ակադեմիայի պատմության ինստիտուտ է, արևելագիտության դրանք ինչ որ իրենք է զբաղվում է, չէ՞, ինչ վիճակը հարաբերությունների ֆիլմից հատված եք ասել, մենք ենք մեր սայրը գիտահետազոտական, անուն է, այս ինչի հետևեք են գերել, չկան, Արթուր ջան, չկան, որևէ հետաքրքրություն չկա, այսինքն Բայց ինչ են անում համալսանից ինչ-որ մեկը չգիտեմ, այսպես 100-ատ պրոֆեսոր ունենք, 1000-ատ դեկան ունենք, չգիտեմ ինչ ունենք, մեկը սրա առուն է ջրում, մեկը նրա առուն է ջրում, ինչպես եղել է միշտ, այսինքն եթե դու հասել ես միտեղ եւ ուզում ես մնաս այդ տեղում, դու
Պարտավորվում ես ջրել կամ նրա առուն, այսինքն նրա առուն պիտի ջրես, ով որ քեզ դեռևս թույլ է տալիս մնալ այդտեղ, հա։ Քեզ թույլ տվողը թույլ կտա ինձ կանչել այդտեղ, կանչես, թույլ չի տա, չես կանչ, այսինքն այնպես չի, որ իրանց ձեռքին է։ Ես վստահ եմ, որ շատերը կուզենային, բայց դպրոցներից շատ են հրավերներ եղել, բայց սա էլ պիտի փաստեմ, որ մենք երկրորդ տարին արդեն երկրորդ տարվա մեջ 4 գիրք արդեն հրատարակեցինք, առաջին տարուկես հետաքրքրությունը շատ մեծ էր, բայց հիմա արդեն ես մոտավորապես հասկանում եմ, գուցե ճնշում կա գործադրվող, գուցե չգիտեմ ինչ, բայց դպրոցներից էլ սկսեցին զգուշանալ, արդեն ավելի զգուշ են, արդեն մի քիչ նուրբ խոսենք այս թեմաների մասին, մի քիչ որովհետև այստեղ զուտ տեղեկություն չի, այստեղ Վիկիպեդիա չի հավաքված, հա, ինձ անդադ հղում են անում մեր անունը չտանք, հա, մենք ունենք լավ գրողներ, մարդիկ ունենք, գրող չի ասի, մարդ որ հավաքել է հայերի մասին, հա, այդ ցակումով հայեր են, օրինակ, հա, հիանալի աշխատանք կատարել, մարդը դեռևս վաղուց, հա, ինձանից քանի տարի առաջ, բայց այնտեղ գրված է ծանոթ եմ այդ գրքին, ով ինչ փորձել անել, որ չգիտեմ, ես ինչ անես, ինչ ծնվել ես, ինչ թվականին ապրել, Ամերիկայում ստեղծել է բասկաթոռ, օրինակ է համար, դրանից ինքով չի անցնում։ Ես նախ գրքերի մեջ անպայման սկսում եմ հեղինակի խոսքով, որպեսզի ճիշտ ուղղության վրա բերենք, հասցնենք ժողովրդին, որ սկսեն կարդալ, եւ կարդալուց հետո վերջացնենք վերջաբանով բացատրելու համար, թե ինչի համար է սա արվում։ Այսինքն 4 գրքում 100, 120, 130, ես այս բան չեմ կարող ճշգրիտ ասել, անուններ, որ մենք տալիս ենք, ինչի համար ենք այդ անունները տալիս, որ դուք կարդաք եւ իմանաք, որ չգիտեմ, ես ինչ անես, ինչ օրինակ շատ ուժեղ տղա էր ապրել, ԱՄՆ-ում շատ ուժեղ տղա էր ու վերջացավ ոչ։ Հիմա տեսեք, վերջին ժամանակներս գոնե 2020-ի ժամանակ, այդ խայտառակ օրերի ժամանակ, նաև ողբերգական օրերի ժամանակ բողոքում էին մոբիլիզացիա չկա, մոբիլիզացիա արեք, մտածում եմ, ասում եմ լավ։ Հանկարծ որոշում են մոբիլիզացիա հայտարարել, ինչը քիչ հնարավոր է իհարկե այսօր։ Այսինքն ինչ անել, բերեք զենք բաժանենք ամեն տանը, որովհետև վիճակը օրացական է, մեկ էլ տեսար, այս մի հարևան է կամ այն մի հարևան է, հանցավոր համաձայնությամբ եկան, ես չեմ ասում, որ այն մյուս հարևանն էլ գուցե եւ գասենք, հա, չգիտեմ։ Հարևանների պահով այսպես մի քիչ ապահով չենք ամեն դեպքում։ Զենքը բաժանենք ժողովրդին, դուրը ծեցենք, ասենք բայ ձեզ, սա ձեզ ուշադիր եղեք, գուցե եւ փորձանք է, սա ուրվա կգա։ Ախր այդ փորձանքը մինչեւ հասնի տեղ։ Ժողովրդի կեսն մյուս կեսին արդեն գնդակը հարած կլինի։ Ես վստահաբար եմ ասում, այսինքն ժողովրդի ձեռքը զենք բաժանել եւ ասել նստեք, սպասեք, որ փորձանքը գա, դուք կրակեք փորձանքի վրա, մինչեւ փորձանքն հասնի իրենց դուր արդեն իրար կխփեն։ Իսկ լարվածություններ կա, որը այսինքն 1-2 եղավ արդեն հեղեղ կգնա։ Այսինքն զենքը հասարակության ձեռքին տալուց առաջ, ես սա ալեգորիկ իմաստով եմ ասում, հիմա կասեմ ինչի համար։ Դու պետք է սովորեցնես հասարակությանը զենքի վարվեցողության կանոնները։ Այսինքն 3 տարեկան երեխային դու բերես ցանթացնում ես, ասում ես գիտես ինչ տղաս, դու արդեն ոտքի ես, դու արդեն քայլում ես, դու արդեն կամաց ճանաչում ես աշխարհը, սևը, սպիտակը կամաց փոխվում են գույների, դու սկսում ես ճանաչել գույները, հա։ Հիմա դու ապրում ես մի երկրում, որտեղ այսպես բան կա, դու պիտի պատրաստ լինես այս ամեն ինչ, այսինքն նախապատրաստում ես։ Զենք ու տալիս ես, բացատրում ես, եթե հասարակությանը նայենք որպես չձևավորված երեխա, ինչ կլինի, եթե մենք 5-6 տարեկան երեխաների ձեռքը զենք բաժանենք, ինչ կլինի։ Հիմա դες բացի այն, որ զենքի հետ աշխատել չգիտի, հասարակությունը դեռ պիտի որոշակի ինքնակազմակերպման, զարգացման փուլ անցած լինի, ներքին խնդիրները կարգավորած լինի, այն մյուս խային հարգել իմանա, որ դա իր եղբայրն է, այսպես կայացած ազգ լինի, որ ասենք դու զենքը տաս, այդ դեպքում քո ասած բաները քիչանա։ Եթե խառնած բազմություն է, ձևավորված իմաստն է։ Դա բանդաներ կառաջանան եւ այլ։ Հիմա տեսեք, Չինաստանի մանկապարտեզներում սովորեցնում են առնվազն գոնե մեկ բան, որ հետագայում այս մարդիկ համարում են մշակույթի հիմնակար։ Ինչն է դա? Մարդ շփումը։ Դնում են 4 աթոռներ ու 6 երեխաներ պիտի նստեն 4 աթոռում։
Դու ես այդ տեսանյութը ինձ ուղարկել։ Գուցե ես ինքս եմ հետաքրքրում։ Այսինքն ո՞նց է դաստիարակում այդ երեխային մտածում։ Ասենք քայլով երեխեք։ Մեր մանկապարտեզներով չգիտեմ ինչքան են իրար երեխեքը, որովհետև մի բան գոնե տանը տեսել են, ու մեկը կանի, մեկը չի անի, բայց մեծամասնությունը երևի թե, այսինքն ոչ թե մենք երեխաներն ենք անում դնում, այլ հասարակությունը չի ձևավորվել։ Սովորեցնում են զիջել, սովորեցնում են, որ մեկը որպես պապիկ է գալիս, մնացածը նստած են, եւ եթե նույն տեսանյութից է գնում, երեխաները չէ, չգիտեմ։ նա պիտի զիջի կոնկրետ երեխաներին։ Հա, երեխա է գալիս է իբր պապիկ։ Ես տեսանյութը չեմ տեսել։ Հա, ես տեսել եմ։ Ես մեթոդն եմ ասում, ինչպես են սովորացնում, այսինքն սովորեցնում են, որ մարդուն զիջել չի նշանակում ստորանալ։ Այսինքն դու հիմա եթե ճանապարհին մեկին զիջում ես, դու դրանով չես ստորանում, որ ինքը ասի, գիտես, դե տենցել պիտի լիներ, դու տենց կանգնի, ես կանցնեմ, օրինակ մեր ես Երևանյան երթևեկություն չունեմ, Երևան, Հաստանյան, միայն երթևեկությունը հերիք է ազգի չէ, ժողովրդի հասարակության մոդելը կառուցելու համար, հասկանալու համար, որ մանկապարտեզը ժողովուրդը դրին համաձայն եմ, ես որ երեխա է դպրոցական մենք վեր ենք թռնում։ Եթե ինչ-որ տարիքով մարդ էր գալի։ Դե սովետական ռոպագանդան այդտեղ կար, սովետական ռոպագանդան սովորեցնում էր, օրինակ Հիմա չկա դա։ Մեր մուլտերը սովետական ժամանակի, ես սա խոսում եմ ռոպագանդայի մասին, սա ռոպագանդա էր։ Մենք գիտենք, որ սա ընդհանրապես փուչիկ էր, սովետական միությունը սովորացնում էր, որ մենք պիոներներ ենք, մենք պիտի այսպես, մենք բայց ներքին կարգով մենք գիտենք, որ մենք մարդակեր, վայրենիներ, ասենք այդ բոլշևիկները 17-18 թվականից ինչեր էին անում իրար հանդեպ։ Այսինքն սա քողարկված ռոպագանդա էր, ուղղակի ոնց որ ասենք 67 թե 68 թվականին չեմ հիշում, արդեն Բրեժնևն էր սովետական միությունում, Բանդարչուկը նկարահանեց կինոյի պատմության մեջ, համաշխարհային կինոյի պատմության մեջ, եթե չեմ սխալվում, ամենաթանկարժեցած ֆիլմը, ամենաթանկարժեցած խաղաղությունը։ Այո, պատերազմի խաղաղությունը։ Հիմա որ նայում ես թվին, նայում ես ծախսերին, ես չգիտեմ այսօրվա այսինքն համարժեքով քանի միլիոն դոլար, ավատարներ, ասենք որ 300 միլիոնով փող են ծախսել, համակարգչային տեխնիկա չկար, ամեն ինչ։ Այո, համակարգչային տեխնիկա չկար, բայց այն ժամանակ, ասենք, զորավոր ֆիլմեր կային, որ ձեռքի աշխատանք էր, այսպես, ասենք, հռոմեական կայսրության անկումը, չգիտեմ, Կլեոպատրա, ասենք, այն ժամանակների արկածային կինոները, որ այդ ամեն ինչը հավասարվում էր զրոյի։ Որովհետև սովետական ռոպագանդան նմանը չուներ, սովետական ռոպագանդան կարողացավ բունե ռոպագանդայի հաշվին հաղթել Գեբելսի ռոպագանդային, ֆաշիստներն էլ են ռոպագանդանում, բայց սովետական միության։ Հիմա չգնանք ավելի հեռու, ասեմ, այսինքն չձևավորված հասարակությունը չի անցել մանկապարտեզ, որտեղ նրանք պիտի ասեն, որ տղա ջան, պարտադիր չի սիրուն աղջիկ լինի, որ դու վեր կենաս ասես համեցեք ես դաստիարակված տղա եմ, իսկ եթե տղամարդ ուղղակի մի քիչ ոտքից կավումա, չգիտեմ, պապիկ տատիկն էլ այսպես կարևոր չէ, այսինքն դիմացինին զիջելը սա ստորություն չի, չինացիները մտածում են, ասում են, եթե մենք երեխային մանկապարտեզում չդաստիարակենք, դպրոցը ոչինչ չի տալու նրան, դպրոցը նրան տալու է ինֆորմացիա, բայց ոչ գիտելիք ինֆորմացիա չէ։ Մեր ժամանակ այսպիսի պատմություն էր շրջում, չգիտեմ որքանով է ճիշտ, մի տիկին գնում է պրոֆեսորի մոտ եւ ասում է 5 տարեկան երեխա ունեմ, ասեք ինչպես դաստիարակեմ, ասում են 5 տարի ուշացել ես։ Այդ սաղմային վիճակում պիտի դաստիարակես, 5 տարեկան չէր, արդեն։ Ես 5 եմ լսել։ Չէ, խոսքը Մակարենկոյի մասին է, մանկապարտեզ։ Այդ կինը բողոքում է անդադ, ասում է այսպես երեխան այսպես, ասում է ինչ տարիքի, ասում է տարիքի մասին է խոսքը 5-6 ամսական երեխայի, ասում արդեն 5-6 ամս ուշացել է։ Ամիսների մասին է խոսում Մակարենկոն, այսինքն երբ որ երեխան ծնվում, անում մի քիչ ծայրահեղություններից այս կողմ գանք էլի, կոնկրետ մանկապարտեզ։ Ասենք YouTube-ի ալիքում ինձ անդադ ասում են, ինչ մանկապարտեզ, ինչ վերացական, մեզ զենք է պետք, մեզ զինամթերք է պետք, բացատրում եմ։ Ասում եմ, տղեկ ջան, զենքը, որը դուք ուզում եք, զենքը, որը դուք գնում եք, ասենք, չգիտեմ, ռուսի դուրն եք ծեծում, հնդիկների դուրն եք ծեծում, պարսիկների դուրն եք ծեծում, մեզ զենք տվեք։ Ներողություն։ Եկեք հնդիկներին ու պարսիկներին բաց թողնենք, նայենք սովետական միությանը նախկին։ Գոյություն ունի այսպիսի մի արտահայտություն, համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք։ Մարդուկին ամուսնացան, իրար չհասկացան, բաժանվեցին, կինն ասաց, այս բաժակը իմն է։ Այս դրոշակը քեզ, բաժակը ինձ։ Հա, համատեղ կյանքում ենք։ Ես եք ստեղծել։ Հիմա եթե
մնացած հանրապետությունների ես գործ չունեմ, որովհետև գիտենք, ինչ կարգի եղավ, բռնի, գոնե Պրիբալտիկան, թեկուզ մերն էլ միացումը։ Հա, այդ խորհրդային բռնի, հա, սովետականացումը։ Եկավ 91 թվականի դեկտեմբեր ամիսը Սովետական միությունը համարվեց պաշտոնապես քաղաքական դիակ, վերջ տանան թաղեցին, Գորբաչովը մնաց գործազուրկ, երևի մի հատ էլ բաներ ստանում են, ինչա, նպաստ բաներ ստանում, մարդը մնացել էր գործազուրկ։ Հիմա Սովետական միությունը չկա, մենք Սովետական միության հետ ունենք համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք։ Նայում ենք, ասում ենք սիրելի Կրեմլ, եկեք հետ գնանք 1917 թվական ցարի հետ գործ չունենք։ Դեռ չեմ խոսում ցարի մասին, որովհետև մենք գիտենք, հա, ցարի ժամանակ ինչ անուններ, ինչ գեներալներ, ինչ է, կարևոր չէ, այդ ամենը չթողնենք։ Գոնե բոլշևիկներից ենք սկսում։ Հա, մի ցարի ժամանակ ամուսնացած չէինք։ Հա, փաստաթղթ փաստացի ամուսնացած չէինք, այն ժամանակ բռնացված էինք։ Քաղաքացիական դեր։ Հիմա 17 թվականին դու մեզ բերեցիր, առաջին հանրապետությունը քանդեցիր, ջարդեցիր, տղեկին տարար լցրեցիր բերդերը, որին սպանեցիր, որին գնդակարեցիր, սովետականացրեցիր Հայաստանը։ Ասեցիր դու սովետական Հայաստան ես, գերբ ունես, չգիտեմ ինչ ունես, այդ հիմնել կարող ես ունենալ, հա, ասենք քո համար։ Լավ։ Եկեք նայենք 17 թվականից վեր, ինչ արեց այս փոքր տարածքով եւ թվականակով փոքր ժողովուրդը եւ հեղափոխության ժամանակ, եւ քաղաքացիական պատերազմի ժամանակ, եւ քաղաքացիական պատերազմը վերջնականապես հաղթելու եւ բոլշևիկների իշխանությունը հաստատելու արդեն 20-ական թվականներին Սովետական միությունով։ Հա, ողջ Սովետական միությունով կոնկրետ եթե հետ գնանք Բաքուն ամենասենք այն կրակոտ օջախներ, հա, այն ժամանակ, որտեղ այնտեղ վխտում են, գիտեն ինչի համար են կռիվ տալիս մարդիկ, բացի բոլշևիկներից, մենշևիկներից, այնտեղ անգլիացիներ, գերմանացիներ, հրեաներ, հա, հավաքվել են, գիտես, այդ նավթի համար, այսպես ինչ արեցին հայերը մինչև պատերազմը 41 թվականը, որին ռուսները կոչում են հայրենական պատերազմ, եւ ոչ մի լոգիկայով չեմ հասկանում, դա ինձ ինչ հայրենական, բայց այդպես էր Սովետական միությունը, оставай страна огромная, оставай на смертный бой, այդ ռոպագանդան ինչպես էր աշխատում։ Мой адрес не Домини улица, мой адрес Советский Союз, այդ ռոպագանդան աշխատելով գնում էր։ Եկեք հետ գնանք հասկանանք, դուք որ 41 թվականին Հիտլերը հարձակվեց Սովետական միության վրա, չգիտեմ, այդ Մոլոտով, Ռիբենտրոպ, այդ թողնենք այդ ամեն ինչը, այդ պակտերը միշտ ստորագրվել են խախտելու համար, որովհետև Հիտլերը 100 պակտ էր ստորագրել, 100-ն էլ խախտեց։ Նույնն էլ Ստալինը։ Ֆինլանդիայի վրա պիտի չհարձակվեր, Մերձ Բալտիկայի վրա պիտի չհարձակվեր, բայց բոլոր Լեհաստանը պիտի պայել, Չեխոսլովակիան վերջապես տվեցին գնաց, հա, հենց այնպես եւ գիտես, անգլիացիները տվեցին, ֆրանսիացիները տվեցին, Մուսոլինիի հետ մատել հանցավոր համաձայնության եւ Հիտլերի հետ այդ Մյունխենյան այդ դավաճանություն կոչվածը։ Հարձակվեց մարդը Սովետական միության վրա եւ 41 թվական գոնե Յոլյան Համոյին ասենք, մի հոգի մարդու անուն, Յոլյան Համոն։ Նախ այդ ZIS-2 թնդանոթները սարսափելի զորավոր գործիք են ժամանակ, չգիտես ինչ պատճառներով, ես դրա պատճառները չգտա, ինչքան էլ հետ գնացի չգտա արխիվներում ինչու համար, Ստալինը արգելել էր դրանց արտադրությունը, դեռևս 40 թվականին։ Յոլյան Համոն գործանի տնօրենն էր այդ ժամանակ։ Նոր քաղաքում էր։ Դա հիշում ես էլի։ Լավ։ Մերձ Մոսկովյան ինչ-որ մի քաղաք էր, ես բան չեմ հիշում, գրքում կա դրա մասին։ Երբ որ պատերազմը սկսվում է, Յոլյան Համոն պարզվում է պահել է բոլոր գծագրերը, հա, ինչը որ Ստալինը արգելել էր, այսինքն գնդակահարության հոդված կար Յոլյան Համոյի վրա։ Յոլյան Համոն առանց թույլտվության Կրեմլի սկսում է ZIS-2 թնդանոթներ, պատկասում ես, չէ՞, ZIS-2-ները երկար որ կար ու հասնում է Ստալինի, որ այս մարդը գիտես պատերազմի վերջում խոստովանում է ինքը, ասում է Յոլյան Համոյի անհնազանդությունը մեզ օգնեց առաջի հետ։ Հետո Յոլյան Համոյին կանչեց, ասես դու խելացի տղա ես, պատերազմը վերջացել է, բայց այն փողկապներ վաճառով Հարի Թրումենը մի քիչ խելոք չի մնում, այս վտանգ կա, հա։ Պենտագոնում իմիջայլոց Հարի Թրումանի ժամանակ Ռուզվելտը մահացավ 45-ի մայիսին, հա։ Յալթայից հետո մահացավ Ռուզվելտը, Պոտսդամում երբ որ հանդիպեցին վերջին անգամ արդեն Թրումենն էր։ Թրումենը այն ժամանակ գցեցին ատոմային ռումբը ճապոնացիների վրա, Ստալինն էլ կամաց-կամաց զգուշացրեց, ասեց զգուշ եղի, հաջորդ հարվածը քո գլխին պիտի գա։
Իմիջիայլոց Պենտագոնում 30 թե 40, եթե չեմ սխալվում, սովետական քաղաքների ատոմային ռմբահարման նախագիծ էր գծված։ ԱՄՆ-ում մարդիկ գծել էին, պատրաստել էին, որ պիտի այսպես լինի։ Կանչեց Յուլիան Համոյին, ասեց խելացի տղա ես, մի բան մտածի, որ Կրեմլի սահմաններով մեկ մի հատ ծիտիկ չմտնի ներս։ Ես սա առաջին պաշտպանությունը հոբ համակարգը, որը պաշտպանում էր Կրեմլը։ Ես այս զուգահեռները երբ որ բերեմ 2020 թվական, հոբ չունենք։ Բան չունենք, ինչ էին ասում այդ անօթաչու թրջող այդ աթեզ կոչվածները, հա։ Հիմա դες ինչ եմ ասում արդյոք զարմանալի մի բան։ 1939 թվական 39 Ես ինչքան էլ որ փորփրեցի 39-ից ներքև չկարողացա իջնել եւ չեմ կարող պնդել 39 թվականին կար նման բան թե չկար։ Այսինքն ոչ թե նախագիծ, ոչ թե ինչ-որ գծագիր, այլ աշխատող տարբերակ նման բան կար թե չէ 1939 թվականին Լենինգրադի օդանավականներից մեկից կարծեմ B1 թե B2 էր կոչվում այդ ծանր ռմբակոծիչը ռուսականը, չեմ կարող ճիշտ անհիշել, օդ բարձրացավ 1939 թվական։ Հիտլերը արդեն մտել է Լեհաստան։ Հոկտեմբեր ամիսն է կարծեմ։ Սեպտեմբերի 1-ին մտավ Լեհաստան։ Օդ բարձրացավ գերծանր ռմբակոծիչը, կատարեց մարտական պայմանական առաջադրանքը եւ բարեհաջող վայրեջ կատարեց առանց օդաչուի։ 39 թվականին օդաչուն կատապուլտ էր արել Ոչ, սա առաջին անօդաչու թռչող չկար առանց օդաչուի։ Այդ ինժեները Չաչիկյան Ռուբենը, նրա մասին էլ կա գրքում, Չաչիկյան Ռուբենը ստեղծել էր այդ համակարգը։ Ես չգիտեմ դա հետո ոնց օգտագործեցին։ Իմիջիայլոց Չաչիկյան Ռուբենը ստեղծել էր նաև այդ քո ասած կատապուլտի համակարգը։ Չաչիկյան Ռուբենի շնորհիվ Գագարինը կարողացավ հետ գալ հասնել տեղ, եթե իհարկե դա Գագարինն էր, ինչին ես խիստ կասկածում եմ ինչ օրես։ Ես սա փոքր բանն եմ ասում, գիտես, հետո պատերազմն ավարտվեց, Ստալինը կեսին գնդակարեց, Յուլիան Համոյին Խրուշովի իջեցրեց մինչև չգիտեմ ստորացրեցին այդ մարդուն։ Գիտես, Խրուշովը որ եկավ սկսեց այդ Ստալինի համակարգը մաքրել, չգիտես ինչու փրկվեց Սանահինցի Անաստաս Միկոյանը, չգիտես ինչի հաշվին փրկվեց, հա, Ստալինյան այդ Ստալինի վերջապես Իլիչից մինչև Իլիչ գնաց այդ մարդը, այդ ամենա Յուլիան Համոյին Խրուշչովի կայաց բանը ընտրվել։ Հա, օգնել են ըստ երևույթին, մի խոսքով Յուլիան Համոյինի իջեցրեցին, ինչ-որ ինժեների աշխատանք էին տվել այդ մարդը այդ ստորացումներից ուղեղի կաթվածք ստացավ, երկու անգամ տեցել մահացավ, հա։ Վերջը եկավ Սառը պատերազմը, մտավ արդեն տաք փուլ գրեթե, հա, արդեն Սառը պատերազմի տաք փուլ է։ Հա, այդ բանի ժամանակ, հա, այդ Կարիբյան ճգնաժամի ժամանակ արդեն ուր որա պիտի խփեն, ամերիկացիները հրթիռները բերել են Թուրքիա, Խրուշովը այստեղից տայել է Կուբա, այսա ուր որա պիտի խփեն իրար, հա։ Նորից Անաստաս Միկոյանին ուղարկում, այնտեղ Ֆիդել Կաստրոյը տալիս են արդեն ինչին անում կարևոր չի։ Ես սա խոսում եմ արդեն 57-60 թվականներին, հա։ Եվ սովետական միությունում այդ Սառը պատերազմի տակ շրջանում հայտնվեց հակատանկային, հակահրթիռային առաջին համալիր Շմելը։ Հետո հայտնվեց Տոչկան, հետո հայտնվեց Տոչկա-ուն, հետո հայտնվեց Իգլան։ Հիմա տղամարդիկ եթե լսեն, ասենք զենքի զինագործներ կամ չգիտեմ, կարող չի բանակում ծառած ամեն մեկը դու էլ պիտի իմանաս ինչ զենքերի մասին է խոսքը, Տոչկա ու Իգլա Շմելա։ Սա Անդրանիկ Տեր-Ստեփանյանն էր։ Վերցրեց այս ամեն ինչը տվեց սովետական միությանը, սովետական միությունը գավ առաջ։ Հետո եկավ տակ փուլի այսպես երկրորդ այսպես զուգահեռ փուլը Բիտվազալունու այդպես էր կոչվում, հա, ով առաջինը պիտի ասնի, այնտեղ եկավ Քեմուրջան Ալեքսանդրը, այնտեղ եկավ Նորայր Սիսակյանը, այնտեղ եկավ Պավել Աղաջանյանը, առաջին այդ կիկ համակարգն էր։ Կիկ համակարգը ես չգիտեմ ինչպես է։ Բացի։ Ոնց է վերցանվում ռուսերեն Контрольно-измерительный комплекс, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Այսինքն, հա, ինչի մասին էր խոսքը, երբ որ առաջին անգամ պիտի մարդ ուղարկեին տիեզերք, փորձարկումներ էին անում, կապիկ էին դնել, կապիկի անունը Աբրեկ էր։
Աբրեկ։ Այդ աբրեկին դրել էին այդտեղ փորձարկումներ էին անում, այդ կապիկը փրթեց, ջարդեց, փշրեց, սա այդ լարերը սկսեց կրտել, վանանել, ասեցին, սես չի լինի, այո։ Մեզ պետք է մի համակարգ, որպեսզի դրսից կարողանան կարգավորել ապարատի, սա պետք է կոմունիզմի կոմսեքսա Պավել Աղաջանյանն սրա հիմքերում կանգնած։ Այսինքն չեմ ուզում այսպես անուններ տամ, ես գալիս եմ հասնում նրան, որ գիտելիքը մենք տալիս ենք ոչ թե որպես ինքնասպան, ինքնակործանձենք, այսինքն այ քեզ բան, էլի մենք, այսինքն այդ խանդավառությունը, որ ժողովրդին ավելի հայտնի լեզվով կոչվում է պաթոս, հայրը չլինեին, գուցե ուզբեկները կլինեն։ Ես չգիտեմ, Պավել Աղաջանյանը չլիներ ինչ-որ մի ուզբեկ կաներ, ուզբեկ չլիներ ինչ-որ, այստեղ հարցը ինչի թե ով արեց։ Հարցը նա էր, որ փոքրիկ այս ժողովուրդը ցարական Ռուսաստանից անցել ենք արդեն, չենք խոսում դրա մասին, բայց բոլշևիկներին անընդհատ փրկում էր ինչ-որ, անընդհատ են ամենանեղ բայրին եւ վերջապես ռուս անկախ պատմաբանները, ես ինքս եմ նայել հաղորդում, եթե հետաքրքիր լինի, ես քո հաղորդման տակ եթե գտնեմ հղումը կդնեմ, ռուս անկախ պատմաբան, այսպես վերլուծաբան պատմաբան, ասում է բարոնայք ռուսները, Ժիրինովսկին էր սիրում տակրկնել, ռուսները հաղթեցին ֆաշիզմին, ռուսները անդադ ասում էր, չեն ասում սովետский народ, ասում են ռուսները։ Ռուսկի պատմաբանն ասում է սիրելի պատմաբաններ համայն աշխարհի, միայն հայերի մասնակցությունը դուրս ենք բերում երկրորդ աշխարհամարտից, բոլորովին այլ քարտեզ ենք ունենում երկրագնդի վրա։ Սա ռուս պատմաբաններ ասում։ Այսինքն Հայաստանն էլ մի կողմ, Արցախը։ Ամեն երկրորդ, երրորդ տղամարդան մեկն էլ պատերազմ, Արցախը։ Այդ փոքրիկ Արցախը դու տես ինչեր ա տվել ու մա տվել հարցրում։ Ամենատարբեր բնակավարներում, ասենք, չգիտեմ, Անդրանիկ Յոսիֆյան, օրինակի համար, Անդրանիկ Յոսիֆյանը համարվում էր էլեկտրոտեխնիկայի, ասենք, գլխավոր ուղեղ այդ հրթիռներ, չգիտեմ, այդ տեզերանավեր, այդ ամեն ինչի էլեկտրական։ Իպիջալոց Հայաստանում այսօր մենք ինչ ունենք, այս ամեն ինչի սկիզբը էլեկտրոտեխնիկայի գրեթե Անդրանիկ Յոսիֆյանը։ Երգլանի ինստիտուտով չէ կարծեմ։ Չէ, բանով չէ։ Արցախի ծմակահողից էր, ինքն էլ քահանայի որդի էր, բոլշևիկներն էլ գնդակահարեցին հորը, բայց մարդը գնաց հասավ որտեղ ու հիանալի, չգիտեմ, Հայաստանին շատ օգնել, Արցախին շատ։ Մի խոսքով այդ մի քանի անունները, ես չեմ խոսում են սովորական զինվորների մասին, չեմ խոսում գեներալների մասին, հերոսներ, չգիտեմ, այսպես անգամ մարշալների անուններ։ Մարշալներին էլ չեմ խոսում, մարշալների մասին չեմ խոսում, չգիտեմ, այսպես հետախուզներ, ասենք, վերցնում ես սովետական հետախուզության, ասենք, պատմության էջերից, հա, սովետական հետախուզության առաջին բաժինը, որը Ձերժինսկին էր ստեղծել, կոչվում էր օտարերկրյա բաժին։ Այսպես մի հատ քողարկված անուն էին դրել, իբր ոչ մի բանի հետ կապ չունի, օտարերկրյա բաժին, գրել էին դրա վրա ինաստրաննի отдел, հա։ Սա Ձերժինսկու ստեղծած փաստացի սովետական հետախուզության սկիզբն էր եւ իմիջիալոց NKVD-ի հետո արդեն այդ լրտեսներին այսպես որ նախապատրաստում էին, ասում են ամեն ինչի հիմքում ընկած էր կամոյի մեթոդները։ Կամոյից էին վերցրել երթով, կամոներ սովորեցել, որովհետեւ խանոն որդից էր սովորել գիշ խաղալ, չգիտեմ ես անել ինչ։ Գերմանացիները բռնեցին ողնաշարից ֆունկցիա էին անում, որ փորձեն ասում են, մարդիկ իրոք գիժացին եկեք ողնաշարից ֆունկցիան եք, մի հատ հասկանանք, այս մարդը բացարձակ ոչ մի ծպտուն, ոչ մի բան։ Ու կամոյի մեթոդներով էին սովորեցել NKVD-ի չեկիստներին, ասենք ոնց չհանձնվել, անուն չտալ, ասենք ցավ չզգալ, էմոցիա չունենալ։ Վերջապես եւ այդ ինաստրաննի отдел կոչված փաստացի սովետական հետախուզության այդ առաջին բանին բերեցին նշանակեցին Նախիջևանցի Դավթյան Հակոբին սովետական հետախուզության առաջին բաժինը։ Դավթյան Հակոբին որոշեցին գնդակահարել, որտեղ Փարիզում պարզվեց Գյուլբենկյան Գալուստինը այտենց հերվից այսպես ձեռքով արել, հա, անգլոհպատակ Գնդակահարեցին Դավթյան Հակոբին, ասեցին ում դնենք տեղ, ասեցին Թիֆլիսից մի հատ Քաթանյան Ռուբեն կա, շատ խելացի տղա, սա սովետական հետախուզությունն է։ Հասկանում ես, այդ պատերազմի տարիներին
երբ որ Հիտլերը ամեն գնով փորձում էր հասնել Հնդկաստան, Պարսկաստան էր ուզում, չէ՞, բայց 40 թվականին անգլիացիներն ու ռուսները կարողացան օկուպացնել Պարսկաստանը, որ գերմանացիները չմտնեն։ Փորձում էր Աղվանստան, փորձում էր Հնդկաստան, այսպես եւ ես այստեղ միայն ասենք կրկին քահանայի որդի, չգիտես ես ինչ էր, հա։ Երևի հնարավորություն ունեն կրթության տալ։ Չգիտեմ, բոլորի երերը քահանաներ են, հա, Իվան Աղայանցը 3 աղբերներ եկնել չեկիստներ, քահանայի որդի չեկիստներ։ Դերն էլ կարծեմ լի քահանայի որդի դա չեմ սխալ։ Տերը քահանայից է գալի։ Լավ։ Ասենք մեն Իվան Աղայանցի, ասենք այդ Իմիջիայլոց արևմտյան եվրոպական այդ հատուկ ծառայություններն են խոստովանում, ասում են սիրելի կռեմել, քեզ կործանումից փրկում է միայն մի մարդ։ Իրեն ասում են գաղտնիքների տիրակալ, այսինքն Կռեմլի գաղտնիքների տիրակալ, ասում են Իվան Աղայանցին, որ այս կողմից հանես, Կռեմլը կփլուզվի, ինչ տեղեկություն, ինչ ինֆորմացիաներ այդ մարդու ոնց էր պահում։ Հիմա այդ բոլորը բերում ես, այսպես շարքով բերում ես հասնում ես 2020 թվական, նայում ես մեր վիճակին, նայում ես այդ փոքրիկ Արցախին ինչեր տվեց սովետական միությանը, նայում ես այդ գերագույն գլխավոր դուռը ոնց վերցրեցին ու գնացին, ասացին ստեցություն, մենք գնացինք, մի 120-130 մարդ մատ այստեղից գնացեք, թե չէ բենզակալունկայ բաներ տրաքսնենք, այդպես են բաներով, հա, վախեցնելով բանով, ասին հանգիստ գնացեք, քանի չեք տրաքել բոլորը։ Այդ հազարավոր զոհերը տվեցին, գերագույն գլխավոր դարբասը տվեցին, եկան հասան տեղ ու սկսեցին տրանսպորտի համար պարկել ասֆալտին։ Ես դեմ եմ, որ տրանսպորտը դառնա 150 դրամ, բայց մենք Արցախը չունենք արդեն։ Մենք ունենք հազարավոր զոհեր, մենք ունենք գերիներ, որոնց անունները մեզ տեղյակ չեն, բայց վերջին մի քանի շրջանում 2-3 հոգու անուն կա, որ անդադ այսպես կպատեն, Բաքվում մեզ չեն, նրան չեն դատում, մեզ են դատում, անուն, նա, այստեղ էլ ես հետ եմ գնում, ասում եմ, պարոնայք, ազնվազարմ արցախցի Լևոն Հայրապետյանին ռուսները կտանքների ենթարկելով սպանեցին։ Ուր էին ձեր բարերարները։ Ուր էին ձեր այսօրվա բարերարները, ուր էին Ռուսաստանի այդ անուններ տալ չեմ սիրում, չեմ ուզում տալ, որովհետեւ քաղաքական ասենք բաներ չտանք։ Լևոն Հայրապետյանին ինչ որ։ Ինքն էլ երևելի մարդ էր, դու իսկ աշխարհի մասշտաբով։ Հա, ինքն էլ գիտես, ասենք, եթե հաշվի առնենք այսօրվա, ասենք, այս մարդկանց արածն ու Լևոն Հայրապետյանի եւ լծակները ոչ Հայաստանում, ոչ դրսում որևէ մեկը ոչինչ չարեց։ Լևոն Հայրապետյանին, ասենք, այսօր գոռում են, չէ՞, ամբողջ օրը ստորագրեք այդ մարդուն, հետ բերեք այդ մարդը, մեզ են դատում, ասում եմ, գիտեք, այս ամեն ինչի մարզմն ինչումն է։ Ես ամեն ինչ կանեի, որ այդ մարդկանց կոնկրետ, հա, ու կոնկրետ եթե անուն տալու լինենք, ես Վարդանյան Ռուբենի մասին չեմ խոսում, Վարդանյան Ռուբենին մի կողմ դրած։ Նախկին նախագահներ, չգիտեմ այսպես այնտեղ որ կան, հա, ես ամեն ինչ կանեի, որ այդ մարդկանց գերությունից վարկյան առաջ ազատեի, բայց բերեինք Երևան, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առջև կախաղան անենք։ Ամենայն դեպս հարցեր տայինք։ Չէ։ Գուցե թե ես հարցեր չունեմ տալու։ Այսինքն այստեղ մարազմն չի, որ այդ մարդկանց մարազմն է, որ դուք չկարողացաք անել այն եւ ձեզ կրկնակի ստորացրեցին։ Չէ, այս նույն արտահայտությունն է, որ Չեմբերլենը այսպես թևերը թափտալով գալիս է, ես Անգլիային փրկեցի պատերազմից, Եվրոպան նոր էր դուրս եկել, երկրորդ առաջի աշխարհամարտից սոված էին։ Եվրոպան կիսավ է, ֆրանսիացիները ընդհանրապես չեն ուզում, մի քանի օրվա մեջ հանձնվել են, դու գիտես, ֆրանսիացիները ընդհանրապես։ Մեծ ճգնաժամներ նոր էր անցել։ Հա, ոչինչ չունեն, անգլիացիները պատերազմ, ոչ մեկ պատերազմ չէր ուզում։ Հիտլերն էլ այդ ռոպագանդայից օգտվելով, Գեբելսի ռոպագանդան Երրորդ ռեյխը ոչինչ չուներ, երրորդ ռեյխը սոված սատկում էր, գերմանացիները սոված էին։ Երրորդ ռեյխին ոտքի կանգնեցրեցին շվեյցարական բանկերը։ Երրորդ ռեյխին հովանավորեցին շվեյցարական բանկեր, մինչև վերջերս ամերիկացիները այդ կռիվը գնում էր, որ ամերիկացիները ռեպարացիաներ էին ուզում շվեյցարական բանկերից, դեռ շվեյցարները ասում են, մենք որ ասում են ничего личного, просто բիզնես, բայց Հիտլերին բերեցին իշխանության շվեյցարական բանկերը եւ ես չեմ էլ ուզում ասել, թե շվեյցարական բանկերի գլխին ազգությամբ ովքեր էին։ Եթե շատ փորփրենք, տեսնենք որ հрьяաներն են։ Այսինքն այն մարդը, որ պիտի վաղը միսօր կոտորեր 4, 5, 6, 7 միլիոն չգիտեմ ինչ թվերի մասն են խոսում հрьяաներին, նրան իշխանության էին բերել այդ նույն։ Բարի, մենք արդեն 35 րոպե զրուցում ենք։ Մենք քո
Դրդուով դրել ենք ինքնաճանաչողությունը չգերազանցված զենք, այսինքն եթե ազգը իրեն ամբողջությամբ ճանաչի, ու կոնկրետ հայ ազգը, ապա ինքը կունենա մի հատ զենք, որի դեմ ոչ այս ամեն ինչը բացատրենք սա որ ասում ենք, այսինքն մենք պատմության գիրք չենք թերթում, այս պետք չի Հիտլերը կամ չգիտեմ, չէ, բացելով որ գալիս ենք, ասենք Անդրանիկ Տեր-Ստեփանյանը շմել է ստեղծել, Ջոլյան Համոն առաջին հոպը ստեղծեց, չգիտեմ, սա, այսինքն սա նրա համար չի, որ մենք ցույց տանք, որ հայերը չլինեին, սովետական միությունը կարող է 3 տարի էլ չապրեր, թեև կարող է գուցե այդպես էլ լինել։ Հիմա ինքնաճանաչողություն, այսինքն YouTube-ով, Instagram-ով, չգիտեմ, Facebook-ով աչքիս ընկնում են տենց ռիլներ կամ փոքր, ինչ-որ ջահել երեխեք են, կարևոր չի, խաչել, ինչ-որ մեկը մի տեղից վեր ակենում, որոշում որ ինչ-որ հայ մասին պիտի խոսի, իսկ դու գիտեի Գորակորձյանը ստեղծել են հայերը, կեցեր հայերը փառք հայերին, մեզանից լավը չկա, մեզնից լավը չկա, մենք ասում ժողովուրդ, փաստացի այդ մարդը ասում այն, ինչ-որ ասում եմ ես։ Այո, ակորդեոնը ստեղծել է Գյուրեղ Դեմյանը, օրինակի համար։ Բայց եկեք ես մի բան ասեմ ձեզ, եթե 17 տարեկան պատանին եւ 50 տարեկան չափած տղամարդը կանգնեն բարձրահարկ շենքի կտուրին, նրանց առջև կբացվի միևնույն տեսարան։ Հա։ Այսինքն եթե մենք հիմա լավ բարձրանանք այս շենքի կտուրն, Մասիսարը մեր առջև կբացվի։ Բայց ճանապարհը տեսնելը եւ ճանապարհը անցնելը դրանք բացարձակ տարբեր բաներ են։ Այո, երիտասարդները տեսնում են այն, ինչ որ տեսնում եմ ես։ Բայց այս երիտասարդները վերցնում են սա դարձնում են ինքնակործանում, այսինքն պաթոս, կերեք մինչև տրաքեք։ Այնքան ուտեք մինչև տրաքեք։ Դա սնապարտության է տանում։ Այո, պաթոսի մասին է խոսքը, որ մենք չլինենք, աշխարհը ուղղածելից դուրս է եկել, չգիտեմ, դուսին ընկել երկրի գիրք, այսպես Մարսը ընկել Վեներայի վրա, այսպես ամեն ինչ խառնվել էր, էլի, հա, նույնիսկ Աստված ոչինչ չէր կարող փախչել։ Դե հայրն են պահում այդ ամեն ինչը։ Հիմա այս անունները որ տալիս եմ հետնել այդ հեղինակի խոսքով վերջաբանում նախաբանում ասում եմ պարոնայք ես ձեզ տալիս եմ զենքը բայց ի տարբերություն այս երեխեքի կամ նրա ես ձեզ սովորեցնում եմ զենքի հետ վարվեցողության կանոնները այսինքն դու պիտի իմանաս որ ես սա տալիս եմ ոչ թե նրա համար որ դու վերցնես կրակես քո ճակատին որպես պաթոս դու վերցնես սա վերլուծես եւ ճիշտ հարցը տաս Էյնշտեյնի ոսկե կանոններից մեկը եզրափակվում էր այս արտահայտությամբ ասում էր ճիշտ հարցը գտնել էր պետք ոնց ստացվեց որ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը մարդկության նախապատմության ակունքներում ատլանտների պես կանգնած ասենք ես ասեցի չէ համամարտկային արժեքներ են ստեղծել միշտ մոլորակի ամեն կետում հայտնվել են մեկը էս ազգի ազգային հերոս մեկը այն ազգի մեկը չգիտեմ անկան նախագահները Էմերտեն ստեղծեց մեկը չգիտեմ էսի ստեղծեց մեկը էս արեց հա այսպես բժիշկներով բաներով ոնց ստացվեց որ Լեն ու Բոլդարում 5-6000 տարվա կամ ինչպես դուք եք սիրում ասել 30 40 60 70 հազար տարվա պատմությունը դեռ դինոզավրերից առաջ ունեցող ժողովուրդը եկավ հասավ Լեն ու Բոլդարում անասելի աղետի քերագույն գլխավոր դարպասը վերցեցին գնացին իսկ ժողովուրդը վերադարձավ տուն ասում որ դու տունն էլ նստած էր երեխեքը մնացին այնտեղ չեկան Գերագույն դարպասը տարան մենք էլ որոշեցինք որ կարելի 100 դրամի համար մի 50 դրամի համար այստեղ հարցը դրամը չի որովհետև անպայման կհակադարձենք ասենք քո համար ոչ մի բան է մեր ասում որ մի դրամն էլ 2 դրամն էլ մարդիկ աշխատում են խոսքը սրա մասին չի խոսքը արժեքների գնահատման մասին այսինքն 50 դրամ տրանսպորտի թանկացումը այս ժողովրդին կարող է հասցնել մի շիլաշփոթի բայց գերագույն գլխավոր դարպասը վերցեցին գնացին որևէ դեսպանատան արժե որևէ ծայրահեղ քայլ որևէ չգիտեմ ինչ չեղավ որևէ կոչ որևէ չգիտեմ ինչ որևէ գիտես Տիգրան Մեծի աները Միհրադատ եւ Պատոր 6-րդ մասին վեպը շուտով կավարտեմ թույների արքային չէ ասում դրան ասենք ամեն անգամ մի կես գրամ խմում էր ասում էր չթույնեն հանկարծ վերջապես այդ դոզան ես ունենա վերջում եկուսմ է թույնը չկարողացավ վախենում էր այդ մարդու ֆոբիան էր էլի հա Միհրդադ եւ Պատորի ֆոբիան էր հիմա 91 թվականին երբ որ վերցեցինք թուղթը կարծեմ Արեմ Մանուկյանն էր չէ որ կարտած աժենից այդպես մեր խանդավառություն դրսում իրար պաշտպանում մենք էլ երեխա ենք ասում ենք ինչ է կատարում ես դեռ դպրոցական էլի Հայաստանի Հանրապետությունը հռչակում ենք անկախ հանրապետություն ասենք
Ինչից ենք էլ անկախ, ես չեմ կարող հասկանալ, ես էլ երեխա եմ, էլ ինչ է այդ անկախությունը, հա։ Հետո երբ որ մեծացանք, երբ որ կարդացինք, ասեցին սիրելի ժողովուրդ, Միքայել Նալբանդյանը չէր ասում անկախություն գոչեցի, Միքայել Նալբանդյանն ասում էր ազատություն գոչեցի, անազատ մարդուն անկախություն տալ, անազատ մարդուն, այսինքն մարդ, որը ազատության արժեքը չի սովորել, ազատ չի պատրաստ չի դրան։ Այդ մարդուն անկախություն տաս Արծրուն ջան, այդ մարդը այդ անկախությունը այստեղ չի իմանալու ինչ անի, այն ներողություն շատ կոպիտ արտահայտության համար, սա մեզ ժողովրդին չի վերաբերում, սա համեմատական ալեգորիկ իմաստով, հա, այսինքն ոնց որ մի քրոնիկական ալկաշին մի հատ Ֆերարի նվեր տաս, ինչ պիտի անի այդ մարդը։ Կամ պիտի տա պատերին ջարդի, մի քանի արևանել գցի տակը, կամ էլ պիտի ասի ծախեմ, խմեմ։ Այսինքն ազատության արժեքը չհասկացող հասարակություն պետությունը պիտի ծախի խմի։ Ինչ անենք, մաս անենք, դեսի չեն կամպանենք, էսի չեն կամպանենք, էսի այ մարդ էս դրան համար արժես կան կռիվ տալ օրական 10-20 հազարով մերնել, էս դուրը տվեք թող այդ համ մենք անք հանգիստ մեր 50 դրամ տրանսպորտի համար կռիվ անենք։ Հիմա այս ամեն ինչի որ հետ էս գնում սա Այսօրվա չի սա երեկվա չի սա այդ 5000 6000 տարիների պատմությունը բերողն է, որովհետև այս ժողովուրդը երբեք չի սիրում հետ գնալ այդ հետքերով, հասկանալու համար ինչ էր արել այս ժողովուրդը, իր ժողովուրդը, որից ես գալիս դու, ինչ ունես արած ես ամբողջ աշխարհի համար եւ վերջապես որ գնում ես այդ կողքիդ հարևանից զենք ես ուզում, գոնե գիտես, որ այդ զենքը քո ուրախ տղեն կամ քո քերու տղեն կամ քո աղբոր տղեն է ստեղծել։ Այսինքն մենք երբ որ գնում ենք սուերի համար կռիվ տալու, մենք չէինք ասում, որ գիտես ինչ արմատներով Արցախցի Պողոսով ասենք, հա, Սուխոյի գործանի տնօրենը ասենք արտավարեք մեզ մի քանի հատ տալ, քանի որ մեր մեր պապիկ ասենք Յոսիֆ Հակոբյանը, հա, պապիկ, այդ մարդուն ասում էին հեսա ասեմ, հա Создатель современного ПВО, այսինքն այդ մարդը հրթիռները ասում է, այս մարդը հրթիռներին սովորեցրեց մտածել, այդ ինքնակառավարման հրթիռները, այդ Յոսիֆ Հակոբյանը կամ այն բանը Ռոլան Մարտիրոսովը, մեր լրագրողներից մեկն էլ ես չեմ ուզում անունը տալ ուղղակի, գնացել էր հասել Մոսկվա, այդ մարդուց հարցազրույց էր վերցել Սու-34, ասենք Սու-34-ը վայրենի, ահավոր մի զենք, հա, վերջում էլ ասում է ես հպարտ եմ, մեր լրագրողն ասում է ես հպարտ եմ, որ հենց մեր հայրենակիցն է Ռուսաստանի Դաշնությանը դարձրել այսպես ապահով եւ այսպես Հիմա ուզում եմ լրագրողին կանչել ասել հիմա էլ է հպարտ։ Այսինքն մենք որ գնում ենք Սու-34 առնելու, մենք որ գնում ենք հոп առնելու, իմիջիայլոց ռուսական աղբյուրները նշում են, ռուսական աղբյուրները ես ամբողջ հղումները կարող եմ տալ եւ գրքում կա ժամանակակից այս 300 ներողություն ժամանակակից Իսկանդեր եւ Վերդա համակարգերը, պատկերացնում ես ինչի մասն եմ խոսում։ Իսկանդեր եւ Վերդա համակարգերը աշխարհի համար սրանք ահուսարսափ են, ստեղծվել են Անդրանիկ Տեր Ստեփանյանի գծագրերի հիման վրա, այսինքն ոչ թե հայերն են ստեղծել, Անդրանիկ Տեր Ստեփանյանի գծագրերը, որ ժամանակին ստեղծել էր Շմելը Իգլան.ուն, հա, իմիջիայլոց դրանց մեջ կար նաև գերհզոր օկա համակարգը, որ մինչ օրս նմանը չունի, գերազանցված չի եղել օկան, բայց երբ որ Ռեյգան ու Գորբաչովը ստորագրեցին, դուք հիշես այդ միջին հեռահարության այդ սպառազինության կրճատումներին, Ռեյգանն էր խնդրել Գորբաչովին, ասել ինչ կլնես օկան։ Կամաց, հա, բացի թող գնաս, օկականություն այսօր կա, վաղը չկա, այդ օկան էլ վախենում են, ասում են չգերազանցված համակարգ էր։ Եթե գնանք այդ ԱԹՍ-ներին, եթե գնանք այդ այսինքն խոսքը կոնկրետ զենքի մասին է, բայց սա կրակող զենքն է, ես խոսում եմ ինքնապաշտպանողական եւ հարձակվողական, այսինքն երբ որ քեզ տալիս են գիտելիք, դու գիտելիքը օգտագործում ես ոչ թե որպես պաթոս, դու օգտագործում ես որպես քո ժողովրդի քայլերը այսպես հերթով վերլուծելով, բայց սրա համար պետք է նախ անցնել մանկապարտեզ, ինչպես անցնում են Չինաստանում։ Այսինքն, եթե դու հենց այսօր ուզում ես փրկվել ինչ-որ վտանգից, կարող ես գնալ մատ Իսկանդեր կամ Վերդը առնել բերել, ասել հենց կրակեն, մենք էլ կկրակենք։ Բայց եթե դու ուզում ես հեռահար այսպես ծրագրերով, ոչ մի բան վաղը միսուրը չի լինելու Արծրուն ջան, 6000-7000 տարի սխալ եկած ճանապարհը մի օրում երկու օրում ես մեկին գիտեի, ասում էր կախարդական փայտիկ ունենք, հեսա մի բան կանենք, աբրակադաբրա կանենք, այդպես չի լինում, այսինքն այդ ճանապարհը երկարաժամկետ
ինքը մի տարի, 2 տարի չի գնալու, դա ոչ ես կտեսնեմ, ոչ դու կտեսնես։ Առնվազն 2-3 սերունդ դու պիտի կարողանաս մանկապարտեզ ունենալ։ Այդ մանկապարտեզից պիտի կարողանաս սերունդ տալ ուղարկել դպրոց, դպրոցից պիտի կարողանաս ուղարկել բուհից ուղարկել բանակ, ու բանակը դարձնել ինտելեկտուալ բանակ, որպեսզի զենքը բաժանես երեխաների մեջ չկրակեն իրար վրա բանակում։ Քանի որ անես նրանք տուն գան ծառայությունից ամուսնանան եւ կինը եւ տղամարդը լինեն պետական մանկապարտեզ անցած, որպեսզի իրենցից ծնված երեխային դաստիարակեն արդեն այնպես, ինչպես իրենք են անցել։ Հարգելի Էդուարդ Մանվելյան, եթերprogramը սպառվում է, ես տեղեկ եմ, որ ելի մնալու եք այստեղ, պայմանավորվենք, որ երբեմն հանդիպենք, այս հետաքրքիր զրույցներ, 3 հատ կարճ հարց տամ քեզ։ Դու բավական ուսումնասիրել ես մեր պատմության չուսումնասիրված հատվածները։ Դժդահ եմ մի խոսք ուներ, ես երկրորդ մասը լավ չեմ հիշի, ասում էր ես տեսա իմ ժողովրդի թողած հետքը պատմության վրա եւ դեռ ասում էր ոգևորվեցի, խանդավառվեցի, այդ ապրումները դու ես ունենում, ես չգիտեմ դե ինչ էր, որ նայում ես ով ինչ էր, դու քեզ լավ չես զգում, որ չես կարող լավ չզգալ, բայց այստեղ երկու ծայրահեղ։ Հա, բան չասեցի, բայց կա, չէ՞ որ զգում ես, որ դու լավ ես զգում, որ անպայման կարծում ես այդ վհատություն, կողմը, դու կամոթ ես զգում, ամոթ չի որ ես մի վիճակին եմ, եթե սա է մեղա։ Արծրուն ջան, այդ խանդավառությունը ինքը ճիշտ դոզաներով շատ կարևոր բան է, ոնց որ ռոպագանդան, ասենք, պատերազմի ժամանակ շատ կարևոր բան է, բայց հասարակությանը ինչ որ բան տալուց առաջ այդ հասարակությունը կարճ ասեմ, շատ կարճ ասեմ, ամերիկյան դպրոցներից մեկի Բաքում շատ կարճ ասեմ համացությունը։ Երկու խանութներ կան, երկուսն էլ վշակեղեն էին վաճառում։ Սա 1900-ականների կեսերին։ Դպրոցից դուրս ես գալիս, ձախիդ վրա մի խանութ, աչքիդ վրա մի խանութ։ Երկու խանութներում վաճառում էին նույն քաղցրավենիքը, նույն գներով։ Գնային տարբերություն գոյություն չուներ։ Տեսականու տարբերություն գոյություն չուներ։ Վաճառողները բարեհամբույր, ուղղակի ասենք կոշտ կոպիտ այսպես բան գոյություն չուներ, բայց ընդամենը 1-2 ամիս անց խանութներից մեկը փակվեց, որովհետև այսպես կենցաղային լեզվով ասած տակ տվեց։ Հիմա նույն գինը, նույն աշխատողները, նույն բարեհամբույր, նույն ամեն ինչը ոչ մի բան չի հուշում, ասինքն ինչի համար էս մարդու տակ տվել, ինչ արել։ 20 իմիջիալոց մի լրագրողի հետաքննություն, հետո սա մտավ հոգեբանության մեջ։ Այս լրագրողին շատ հետաքրքրեց, վերակենում գնում է հետաքննության, ասում է ինչ է եղել այստեղ։ Ասում է, որ երեխաները գալիս էին 300 գրամ քաղցրավենիք առնելու, երկուսն էլ ժպտում էին, բայց խանութը, որ փակվեց ցախ կողմի, ասում է վերցնում էր այդ բանով, այդ ինչ են ասում այդ Գտարը ինչ են ասում այդ լապատկա կոչվածը։ Վերցնում էր դնում էր կշերքի վրա, նայում էր, հոп 400 գրամ, հա, մի 100 գրամ հանում էր, տալիս էր երեխեքին։ Այդ մյուս խանութի աշխատողը վերցնում էր այնքան, որ 300 գրամ չդզվեր։ Դնում էր 200 գրամ, հետո 50 այսպես ավելացնում էր։ Ասում երեխեքը մտածեցին, ասի ես այստեղ ավելացնում, իրականում նույն քաշն էր, բայց երեխաների հոգեբանության մեջ մտավ, ասում ես տանում ես մեզանից, այսինքն մենք արժանի չենք սրան, որ մի բան էլ վերցնում ես։ Հիմա ժողովրդին ցույց ես տալիս մի բան, ասում ես նայ դուք եսեք եւ եսեք։ Բայց հասարակությունը որպեսզի դառնա ինտելեկտուալ մտածող, այսինքն ոչ թե խմբակային, այլ կոլեկտիվ մտածելակերպ, որ ասում են, չէ, ասենք սրճարանային աղմուկը դա ձայն մեծած չէ, որտեղ մի 500,000 կան, սրճարանային աղմուկը վազում են հետևից, ասում են ձայն մեծած, դա ձայն մեծած չի, դա ընդամենը սրճարանային աղմուկ է։ Հիմա ժողովրդին տալուց առաջ դու տալիս ես 200 գրամ, ոչ թե ես պաթոսով լցում ես վրան, ասում ես դուք եսեք, կերեք կշտացեք, տրակեք, որովհետև այդ պաթոսը վերջը բելու է դան, հետո կելեք կամաց հանենք, այս շրջանը հանենք, այս շրջանը հանենք, այս սարը հանենք, այս ծառը հանենք, այս պատմության միջից սա հանենք, ժողովուրդն ասում ուրեմն մենք սան արժանի չենք։ Բայց երբ որ բերում ես 1, 2, 3 անուններ, հետո կամաց ավելացնում ես, ասում ես սիրելի ժողովուրդ, սեփական պոտենցիալը, որը կոչվում է ինքնաճանաչողություն, եթե դուք կարողանայիք գոնե 40%-ով ճանաչել ձեր պոտենցիալը, այսօրվա օրով այս հարևանները ոչ միայն ձեր վրա չէին գա կռվով,
ոչ միայն ձեր վրա չէին գա, այլ աշխարհի այն զորավորները ձեր դուռը կծծեին, կասեին պատիվ արեք ձեր ընկերը մեզ համարելու եւ ձեր աշխարհագրական տարածքը ինչպես սովոր է կերցնել, այսպես ներողություն արտահայտության համար, պատմության այսպես մեջ ինչպես բերել են, ձեր աշխարհագրական տարածքը ոչ թե անեցք էր, այլ օրհնություն։ Ընդամենը պետք էր գնահատել ունեցածը եւ ճիշտ գնահատելու դեպքում ասել սիրելի Ամերիկայից, ռուսից, հնդիկից, պարսիկից պետք է ասա, արդյոք պատկերացեք, այս բաժակը բոլորին պետք է իմն է։ Հիմա ես փոխանակ մտածեմ, որ մեկից մաքսիմում շահ ստանամ, ես մտածում եմ, որ մեկին սա ծախեմ։ Պարզ հասարակա չէ համեմատությունը։ Այսինքն սա օրհնություն է, սա անեցք չէ, սա տված էր ինձ որպես օրհնություն։ Բայց ես փոխանակ մտածեմ, որ սա կարող եմ օգտագործել բոլորից իմ շահը վերցնելու համար, այսինքն սա պիտի դառնա իմ շահը, սա ոչ թե պիտի դառնա վաճառքի առարկա, այլ պիտի դառնա իմ շահը։ Չունես շահ, ծախի թող գնա։ Բարի իմուս հարցը Հովհաննես Թումանյանը անցյալ դարի սկզբներին մի այսպիսի զանգեր հնչեցնում, էլի ժողովրդի վիճակը տեսնում էր, այնքան շատ չէր տարբերվում ներկա վիճակից եւ ասում էր այս ժողովրդին մի իրական պատմության գիրք տալ է պետք է։ Հիմա որ դու ուսումնասիրում ես դա եւ դպրոցում էլ պատմություն ես անցել, արդյոք գտնում ես որ մի նոր պատմության գիրք է պետք, որտեղ լինի այն ամենը ինչ որ հիմա դու տեսնում ես։ Մենք պատմություն չենք անցել։ Մենք սովետական իմերսիոն ինչ-որ բան ենք անցել, մենք ոչ պատմություն ենք անցել, ոչ գրականություն ենք անցել։ Այս իրական պատմության գրքի կարիք կա, որ այդ քո տեսակը եւ մասը կարդալն լավս գա։ Արթուր ջան, ես 14 տարեկան էի, առաջին անգամ եղա մեր գյուղում, Վրաստան, Բոգդանովկայի շրջան, գյուղ Դիլիվ։ Առաջին անգամ եղա մեր գյուղում, ինչ-որ պատիվ ինչ-որ նկար կար, հոպարս բավական տարիքով մարդ ասի, հոպարես ինչ ասես բալես, էսի քո տոհմածառն է։ Քո տոհմածառը գնում է Մշոգավառի Հացիկ գյուղը, Մոշտոցի գյուղը։ Ինչ սկսեց հետաքրքրել։ Այն Սուրբ Գիրքը ոնց ասում, Ավրամ Ռաձելի, Իսահակ Իսահակյանց այն ամուսարների մեջ որ պատմա չէ, ինքան հետաքրքիր, այսինքն դու չես ուզում գնալ քո արմատներին, բացահայտել անուններ եւ բացի այդ խանդավառությունը, որ դու ասում ես, հա, նժդե ասենք, միանգամից կոտրվես մեջ այդ, միանգամից այդ տրտմություն ասեմ, ափսոսանք ասեմ, ինչ ասեմ, միանգամից սխվում ես այս մի բան ներսից, այդ ասում ես հələ այս անուններ են նայի։ Լավագույն ճյուղերը կախված են Ամերիկայի, Ռուսաստանի, Սովետական Միության, Հնդկաստանի, Սինգապուրի, Պարսկաստանի, նույնիսկ Օսմանյան կայսրության, որտեղ ասես, իսկ ներսում նայում ես, այդ ճյուղերը ասես բացված են աշխարհի վրա, ներսում մնացել է մի քանի ճյուղ, որտեղից ինչ-որ փտած բաներ են կախում ներքև։ Բա դու ճիշտ հարցը չտաս, ասես պարոնայք ոնց անենք, որ այս ճյուղերը մի հատ այսպես հավաքենք, կապենք, որ այս ճյուղերը վերև գնան, ոչ թե այս կողմ գնան։ Մեր հարևանները սա չեն գնահատել։ Այդ ճյուղը որ անցավ Սինգապուր, դու դառնում ես Սինգապուրի։ Դա հասկանալի է։ Մեր հնարավորությունները իմի բերենք մեր ծառի վրա, ոչ թե ուրիշների։ Եվ վերջի հարցը, նոր վերջի գիրքը ինչի մասին է, եւ եթե մարդիկ հետաքրքրվեն, ինչպես են ձեռք բերելու, գրախանութներ հանձնում ես, թե այլ ինչ ասել դի ձեռք բերել։ Նախ վերջի գիրքը մենք որոշեցինք այսպես հուշարձան հայուհուն, հայ կնոջը։ Չգիտեմ անհամեստություն կլինի թե չի լինի, չգիտեմ ես նման բան չեմ ասել երբեք, բայց հիանալի գիրք է ստացվել։ Մենք որ գտանք այդ հայուհիներին, սրանք միայն կանայք են, ընտրված միայն կանայք են, այո, միայն կանայք են, 25 կանայք ընտրված անուններ են։ Այնտեղ կան անուններ, որոնց մասին երբեք չեն լսել։ Այս օրինակ երեք շնորհանդեսի ժամանակ, երբ որ պատմում էին Նադեժդա Պապայանի մասին, Նադեժդա Պապան 1893 թվականին Լասկալայում համարվել է հայկական սոխակ Գոհար Գասպարյանի ծնունդից եւ կարիերայից դեռևս 50 տարի առաջ։ Մենք հիմա գիտենք, որ հայկական սոխակ Գոհար Գասպարյանն է, բայց 1893 թվականին այս կինը Լասկալայում դեռևս Միլանի, հա, անուններ, չգիտեմ, Բերսաբե Հովսեփյան, որ մեզ ոչինչ չի ասում, Բերսաբե Հովսեփյանը համարվում է Պարսկաստանի ժամանակակից կրթական համակարգի հիմնադիրը։ Հայերեն 4 նախադասություն չես գտնի։ Պարսիկները մի ողջ գիրք են զոնել այս կնոջը եւ մենք 15 օր թարգմանել ենք այդ գիրքը երկուսով, չիմանալով պարսկերեն։ Այս հրամայ ասում 20 ինստիտուտ աշխատի, 50 թարգմանիչ աշխատի, պետական հովանավորչություն չէ։ Ամեն արել ենք մենք երկուսով աշխատել ենք, մեր լավագույն ընկեր, մեր բարեկամ հովանավորել արդեն 4-րդ գիրքը առանց մեկի օգնության մենք արել ենք 3-ով։ Ես ուզում եմ իր անունը տաս։ Հարությունյան Գագիկ, ինչու՞ չէ, սիրով, մեծ հաճույքով։
Ինչ վերաբերում է երկրորդ մասին, գրախանութներում չկան եւ չեն եղել առաջին գրքից մինչեւ հիմա 2 տարվա մեջ չեն եղել։ Ինչպես է հայաստանցի երևանցի ձեռքբերի։ Իմացողներն արդեն գիտեն, ուղղակի հեռախոսահամարներ պատվերով զանգում են, պատվիրում են Facebook-ում գտնեն, ձեզ գտնեն, դիմեն, գերեն։ Ես կարող եմ համարներն էլ ասել 098 90 63 78 կամ 096 99 62 62 այլ տարբերակ չկա, այսինքն եթե ինչ-որ մեկ ինչ-որ տեղից այդ գիրքը ձեռք բերի, այսինքն առնի փողը տա առնի, նշանակի, որ ինչ-որ մեկը խախտել է մեր հեղինական իրավունքը, որովհետև չկա ոչ միտեղ վաճառքի իրավունք տրված չէ ոչ հրատարակչին, ոչ, չգիտեմ, ոչ մեկին, որևէ մեկին։ Այսպես։ Բարի, մեր հետաքրքիր զրույցը դժբախտաբար ավարտվեց, պայմանավորվենք առաջիկայում ելի փորձենք խորանալ մեր պատմության խորքերի մեջ, ես հեռուստադիտողին հիշեցնեմ, որ հյուրընկալեցի գրող Էդուարդ Մանվելյանի։ Միշտ նոր հանդիպում։ Ստեսություն։